վերնախավ բառը օգտագործեմ ճակերտների մեջ եմ ասում։ Այդ անգեղեցիկ էլիտա բառն է։ Այո, այդ էլիտա բառը ինքը պետք է օրակարգ մշակի, օրակարգ առաջարկի հասարակությանը։ Հասարակությունը այստեղ մի քիչ ավելի հանդարտ վիճակում, դասական իմաստով պետք է հասարակությունը հանդարտ լինի, սպասի, որպեսզի իրեն առաջարկեն ծրագրեր, բայց մեր դեպքում մեր հասարակությունը շատ ավելի առաջադեմ է, աշխուժ է, ակտիվ է եւ գործունյա, քան թե վերնախավ է քաղաքական, որովհետեւ արդեն 60,000 ստորագրություն է հավաքվել, հասարակությունը, հասարակական ուժերը այն 3 կուսակցությունների հետ միասին հավաքել են արդեն ստորագրություն, պարտադրում են քաղաքական վերնախավին օրակարգ։ Տեսեք, ես գտնում եմ, որ հակառակը պետք է լինի։ Վերնախավը ընտրանին պասիոնար ուժերը պետք է իրենք առաջարկեն հասարակությանը օրակարգ, մեր մոտ հակառակն է ստացվել, որը ինձ լավատես է դարձնում եւ ինչ որ իմաստով պարտանում է մեծամտած երևում չէ։ Այդպես էինք կարծում, ասում էինք քաղաքական վեկտորը արտաքին, բայց դա արտաքին չէ։ Դրանով պայմանավորված են։ Այո, դա գլխավոր բանաձևն է, այդ կոպիտ ասեմ, շրջանակն է, կաղապարը արդեն կա, հայկական ավանդական արժեքներին հավատարմություն, ես այդպես եմ ասում, հավատարմության հանրաքվե անցկացվեց, այդպես կա, մենք հավատարիմ ենք, մենք ինքներս մեզ ժառանգությանը, թե չէ։ Այ ես եթե մի նախադասություն հավատարիմ ժառանգությանը, այ իմ երազած Հայաստան այդպիսին է, մենք լինենք մերոնց հավատարիմ, մենք ինքներս մեզ լինենք հավատարիմ։ Հիմա պարտադրանքը կա, նույնիսկ դարձել է օրենք։ Օրենք է դարձել, Հայաստանը գնում է դեպի Եվրոմիություն, պայմանական ենք մենք ասում Եվրոմիություն, որովհետև նույնիսկ երկրի ընտրված ղեկավարությունը ասում է, որ կարևոր չի, որ այդ մատյանում Եվրոմիության ներկա բացակայի մատյանում մեզ գրանցեն, կարևոր է, որ մենք ապրենք այդ արժեքային համակարգով։ Պատկերացնում եք, հետաքրքիր, ինքը մի քիչ ուրիշ ձևի ասեց, չէ, ասեց, որ կստացվի, չստացվի, մենք կհասնենք մեր ուզած կենսա, չգիտեմ, միջաձևին։ Բարեփոխումները ի նպաստ կլինեն Հայաստանում, ազատությունները կմնան մեզ, ինչ որ մենք արեցին, գոնեք դա կմնա մեզ։ Հա, տեսեք, ազատությունները, ժողովրդավարությունը, հայրենասիրությունը, չէ, մարդասիրությունը, դրանք բոլորը արժեքներ են, որոնք նպատակ են հիմա։ Մենք կհասնենք այդ նպատակին, հիմա մեզ կգրանցեն այնտեղ։ Իմիջիալոց անունն էլ նենց է, որ վերևում պետք է գրանցեն, չէ, Արմենիա բառը, չէ, իրենց մոտ Արմենիա է, մեր մոտ Հայաստանը, նրանց մոտ Արմենիա է, ուրեմն ուզում եմ ասել, որ օրակարգը կա, պարտադրված հասարակական վերնախավին պարտադրված օրակարգ կա, և ես ուզում եմ, որ այս բևեռացման մեջ և հետաքրքիր է, որ անմիջապես տեղի ունեցավ լյուստրացիա։ Գիտեք, մենք գիտենք, հիմա մենք որ ասում ենք սկսվեց նախընտրական մրցարշավը, նախընտրական չէ, հավակնորդների, դեռևս հավակնորդներ են, սրանք դեռ պետք է իրար մեջ էլ դեռ պետք է ինչ-որ խմբավորումների բաժանվեն ու միանան, ուրեմն հենց հաջորդ օրը, երբ որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը սրանից քանի տարի առաջ հայտարարեց, որ ովքեր են հաղթել, ովքեր են պարտվել, ով քանի տոկոս ձայն է հավաքվել, այդ հայտարարությունից հետո սկսվում է իրականում նոր ընտրարշավը, որտեղ եղել է, բոլոր քաղաքական ուժերն էլ դրսևորել են իրենց համաձայնությունը կամ անհամաձայնությունը քաղաքական կուրսի նկատմամբ։ Հիմա ես համարում եմ, որ ընտրությունների նախընտրական այդ արշավի ժամանակ և ընտրությունների ժամանակ այ ոնց որ հավաքեցին 60,000 ստորագրություն, ուրեմն
600,000 ստորագրություն էլ կդնեն իրենց մեր հասարակության մասին է խոսքը, մեր ժողովրդի Հայաստանի Հանրապետության քաղաքացիները կպարտադրեն իշխանությանը, նոր ձևավորվող իշխանությանը հավատարիմ մնալ մեր քաղաքացիների ծրագրերին։ Երրորդ հանրապետությունը ունի իր անձնագիրը, SNG, մենք երկրորդ հանրապետությունը SSR-ից հանրաքվեի միջոցով Հայաստանի քաղաքացիները, բազմազգ Հայաստանի քաղաքացիները 99% քվեարկության ժամանակ 99%-ի ձայներով Հայաստանը հռչակվեց անկախ դուրս սովետական միությունից ժողովրդավարական երկիր ստեղծել։ Բայց այդ դուրս գալը տևեց SSR, Եվրասիական միություն, Մաքսային միություն, ODKB, այսինքն մասնակիորեն անկախ էր Հայաստանը, կապված էր, կախված էր, շղթայված էր SSR-ին, SSR-ը ռուսական իմպերիայի մականուններից մեկն է։ Հիմա չորրորդը պետք է լինի այն նոր պատվերը, որ ստացանք մենք մի տարի առաջ եւ Եվրոմիության հետ լինել։ Այսինքն հիմա այնպես չի, որ մենք մի կրակից դուրս են գալի ջուրն ենք երրորդը չի կարող լինել։ Այսինքն երրորդը արդեն սպառվել է օբյեկտիվորեն։ Չորրորդը իրավահաջորդը լինելու երրորդի։ Չորրորդը պայմանական է։ Ձեր ասած չորրորդը, ձեր ընկալմամբ։ Իրավահաջորդն է լինելու։ Պետք է հայտարարի, որ իրավահաջորդն է։ Իհարկե իրավահաջորդն է։ Ճիշտ այնպես ինչպես Երևանսկայա օբլաստը դարձավ սովետական Հայաստան, Սովետական Հայաստանը դարձավ Հայաստանի Հանրապետություն, իսկ հիմա այս Հայաստանի Հանրապետությունը SNG-ում Եվրասիական միությունում, Մաքսային միությունում, ODKB-ում երևի էլի բաներ կան։ Այդտեղից հիմա դուրս ենք գալիս, մենք Հայաստանը հռչակում ենք անկախ։ Մեր կամքով, արդեն մեր կամքով, մենք կարող ենք, ես կարծում եմ, որ տնօրինել մեր կյանքը։ Այդ չորրորդ հանրապետությունը անկախության հանրապետությունն է։ Անունը նույնպես ծրագիր է։ Նույնիսկ մարդկանց անունները, նավերի անունները, տիեզերանավերի անունները դրանք ծրագիր են։ Դա գաղափար է, այսինքն նպատակ է։ Հիմա մենք կարևոր է, որ արդեն նպատակը հայտարարել ենք ազատ անկախ արդար Հայաստան։ Հիմա ինչքանով մենք կարողանանք դա իրագործել այդ ծրագիրը, կա մեծ բարեբախտություն, որ մեզ տրված է նաև գործառույթ, մեզ շրջապատող, քաղաքական իմաստով շրջապատող, աշխարհագրորեն չէ, վճռներ կայացնող, այդպես ասենք, երկրները, օրինակ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ պետությունները ուզում են Հայաստանին տեսնել անկախ եւ գործոն, ոչ թե կից, ոչ թե տարվող չլինենք մենք, մեզ չտանեն անտանր կամ անապատ։ Մենք ինքներս դարձել ենք որոշող, մենք ուր գնանք այդ հանրաքվեի, այդ ստորագրահավաքի արժեքը դա էր, մենք որոշում կայացնելու կամք ունենք։ Այ հիմա ունենք գործընկերներ, օրինակ սրանից մի քանի օր առաջ Մերձավոր Արևելքի վերաբերյալ կատարվեցին կարևորագույն որոշումներ, այսինքն Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ մրցակից Ռուսաստանը համատեղ որոշում կայացրեցին այդ գազակոչված տարածաշրջանի վերաբերյալ։ Դա շատ հետաքրքիր է, նրանք այնտեղ մրցակից են։ Ու մենք այստեղ, ես դա ինչ եմ ընդգծում, որ այս տարածաշրջանում կան երկու հնագույն ժողովուրդներ, որոնք պահպանել են իրենց պետականությունը։ Դա հրեական պետությունն է եւ հայկական պետությունը։ Հայկական պետությունը եւ հրեական պետությունը ստացել են այդ 5 պետությունների համագործակցության այդ ազդակը,
որ նրանք համագործակցում են, այսինքն Հայաստանում մրցակցություն չկա կործանել Հայաստանը, թե պահպանել։ Այդ դա է կարևորը։ Այդ տեսեք, ռուս սահմանապահները որոշ հատվածներում Հայաստանի Հանրապետության ռուսական հենակետը զինվորական Հայաստանում եւ եվրոպական դիտորդները սահմանի մի այլ հատվածում։ Ուրեմն ռուսական տարբերակը, դրան մենք ասում ենք նոյեմբերի 9-ի տարբերակը, դա նույնպես Հայաստանի անվտանգության բաղադրիչներից մեկն է, որովհետև այդ Թուրան ծրագիրը դա հրաշալի ծրագիր է, հրաշք է, Թուրան ծրագիրը հրաշք է, դա ռուսական իմպերիան ժամանակին ստեղծել է Օսմանյան կայսրությանը զսպելու համար, այսինքն Լենգ Թեմուրի անվան Թուրան ծրագիր, այսինքն ղպչակներին եւ օղուզներին բախման բերելու ծրագիր է եղել։ Մենք միշտ ասում ենք, հա, միավորվեցին, մենք գիտենք Լենգ Թեմուրը եկավ սուլթանին վանդակի մեջ էր պահում, ոչնչացրեց օսմանցիներին, այսինքն ռուսները այդպիսի ծրագիր են ունեցել եւ նրանք իբր թե ընթառաջ գնալով Թուրան, այ համաթուրքականությանը, որ հիմա շեփորում են, ժողովներ են անում, հռչակագրեր են տպում, օղուզներն ու ղպչակները եղբայրացել են, ուկրաինացիները եւ ռուսները այսօր Դոնեցկում եղբայրացել են, կամ լեհերը եւ ռուսները։ Նույն բանն է, Լենգ Թեմուրը եւ օսմանցիները։ Ուրեմն մրցակցություն կար, տարբերակներ էին առաջարկել, հիմա պատկերացնում եք, որ ռուսները ասում են, որ մենք հրաժարվում, մենք առայժմ մեր տարբերակից, նոյեմբերի 9-ի տարբերակից չեն պնդում, զորքերը հանեցին Նագորնի Ղարաբաղից, հանեցին զորքերը, իրավունք չունեին հանելու, նրանք պետք է ապահովեին հայ էթնիկ հայերի անվտանգությունը, ավտոնոմ մարզի առնվազն իրենց հռչակած ավտոնոմ մարզի անվտանգությունը։ Դա իրենց շահից էր գալիս պահպանելը։ Այո, երրորդ հանրապետության մեխը, որից որ կախված էր այդ քարտեզը, հենց Նագորնի Ղարաբաղի վակրուկ Նագորնո Ղարաբաղը դա էր։ Այն քարտեզ, որ մենք ունենք, կոչում ենք երրորդ հանրապետություն, դա Նագորնի Ղարաբաղ մեխն է։ Այդ մեխը հանեցին իրենք, ուրեմն կորցրեցին իրենց գործառույթը տարածաշրջանում։ Ես հիմա հետ չգնամ 18-րդ, 19-րդ դար, երբ որ եվրոպացիները կոնկիստա են ասում, չէ՞, իսպանացիները, որ վերականգնեցին Իսպանիան, քրիստոնեական Իսպանիան դուրս մղելով մահմեդական արաբներին, մահմեդականներին դա կոնկիստա էր, ռեկոնկիստա, այսինքն դա դարձավ մոդա, ամբողջ միջնադարը եղել է, որ հետ գրավել քրիստոնեական տարածքները, ռուսների համար ուղղափառ բյուզանդական իմպերիայի տարածքները, իսկ մյուսների համար կից, բա մյուս քրիստոնյաները, ղպտիները, հայերը, այ դա էր այդ Երևանская область, Армянская область, Армянское царство պարտադրված էր Ռուսաստանին, ասում էր Բուլղարիան ուզում ես Բուլղարիան, ուրեմն լեգիտիմացնող բան կա, համակ, որտեվ կաթոլիկները, բողոքականները եւ ուղղափառները համատեղ որոշումներ էին կայացրում հայժամ, ուրեմն ազատագրել նաեւ Հայաստանը։ Ես քիչ այդ խորացա, իսկ երրորդ հանրապետությունը դա Նագորնի Ղարաբաղն էր։ Ընդհանրապես սովետական միությունը քայքայվել էր, քայքայվում էր, դա արդեն որոշված էր։ Ես ձեզ ասեմ 1974 թվականին Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունը ինչ որ համալսարանի, պայմանական ասենք, որին ասենք, Կալիֆոռնիայի ինչ որ համալսարանի պատվիրել էր սովետական Հայաստանում կոնֆլիկտների հնարավոր վիճակը։ Ու գիտեք ինչ, մի 10 տարի ես դա կարդացել եմ, բանում, որ գալուց որ $25,000 տվել են, ինչ են ստացել, կառավարությունը մսխում է փողերը, $25,000 արժեր այդ պատվերը։ Երկու տեղ էր նշված որպես դետոնատոր, Նագորնի Ղարաբաղ եւ Ֆերգանա։ 1974 թվականին, ուրեմն
ամերիկյան կառավարությունը ստացել էր փորձագիտական կարծիք սովետական միությունում այդ ասենք քաղաքացիական պատերազմի քայքայման դետոնացիան լինելու է Նագորնի Ղարաբաղում եւ Ֆերգանայում հիմա մենք հավատարիմ մնացինք ամերիկյան այդ փորձագետների կարծիքին Նագորնի Ղարաբաղը սովետական միության եւ Ֆերգանան իդեպ քայքայման բան է, այսինքն երրորդ հանրապետությունը դա հակասովետական հակապերեստրոյկայի ծրագիր էր ու մեր պատից կախված է մինչև հիմա մենք հակապերեստրոյկայի հակասովետական երրորդ հանրապետության քաղաքացի ենք այսօր Լեռնային այդ Ղարաբաղյան շարժումը հակասովետական էր հակագարբաչովական շարժում էր ու մենք հիմա հավատարիմ մնացել ենք հակասովետականությանը եւ պերեստրոյկային հիմա չորրորդ հանրապետությունը չպետք է այդպեսին լինի ես որ ասացի համագործակցություն կա օրինակ ռուսները վերադարձան նախադասությունս երկար ստացվել որ ռուսները աջակցություն հայտնեցին օգոստոսի 8-ի ես ասում եմ մի օր ձգեք 9-ին լիներ էլի օգոստոսի 8-ի Ամերիկայում արդեն 9 էր թե դեռ 7 էր 8-ի ծրագրին դա նշանակում է որ նրանց մեջ կա համաձայնություն որ Հայաստանը պետք է դուրս գա հակասովետական հակագարբաչովյան պետության ծրագրից մենք պետք է դուրս գանք այդ դրանից ասենք դառնանք անկախ պետություն մեր գործառույթը գտնենք մեր գործառույթ ունենք թե չէ այդ գործառույթը այստեղ լինելն է ֆորպոստ քաղաքակրթական եթե կուզեք բուժ կենտրոն մարդասիրական կենտրոն այդ իմաստով ֆորպոստ արժի հրթիռներ հրետանի սվիններ ունենալ լավ որակի զինված ուժեր պետք է մենք ունենանք որպեսզի կարողանանք ապահովել մեր գործառույթը լինենք այստեղ հումանիտար ֆորպոստ